Իրավունքի ոլորտում գործող մասնագետներից տեսական հմտություններից բացի պահանջվում են նաև գործնական հմտություններ։ Ռուս-հայկական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային իրավունքի վերաբերյալ միջբուհական մրցույթ ՏՏԽ, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի, բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներից կազմավորվել էին մրցակից թվով 7 թիմեր։ Մրցակից թիմերում ներգրաված էին Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման ակադեմիայում, Երևանի Պետական համալսարանում, Հայ-ֆրանսիական համալսարանում, Շիրակի Պետական համալսարանում, Գլաձորի համալսարանում, ինչպես նաև Ռուս-հայկական համալսարանում սովորող ընդհանուր թվով 28 ուսանողներ, ովքեր լուրջ պայքար ծավալեցին աշխատանքային իրավունքի ոլորտում իրենց գիտելիքներն ու հմտությունները լավագույնս դրսևորելու առումով։ ՏՏԽ-ը հնարավորություն տվեց ուսանողներին գոյություն ունեցող իրավական վեճերի հիմնախնդիրների գիտակցմամբ կիրառել մինչ այդ այլ բուհերում ստացած տեսական գիտելիքները, զարգացնել մասնագիտական վերլուծական մտածողություն, հաղորդակցվելով աշխատանքային իրավունքի ոլորտում ինչպես պրակտիկ գործունեություն ծավալող իրավաբանների, փաստաբանների, այնպես էլ գործող դատավորների հետ։ Ձեռք բերել խնդրի լուծման հմտություններ։ Մրցույթ ՏՏԽ-ն ընթացավ քառորդ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերով։ Քառորդ եւ կիսաեզրափակիչ փուլերն անցկացվել են 3 դատավորի կազմով ձևավորված խաղի իմաստով դատավորների կողմից։ Եզրափակիչ փուլում դատարանը գործում էր 5 դատավորի կազմով։ Բոլոր փուլերում մրցույթ ՏՏԽ-ն անցկացնելու համար ներգրաված էին ինչպես գործող դատավորներ եւ փաստաբաններ, այնպես էլ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք։ Ընդհանուր թվով 13 դատավորներ։ Եզրափակիչ փուլ անցան Երևանի Պետական համալսարանը եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ներկայացնող թիմերը։ Հաղթող թիմ ճանաչվեց Երևանի Պետական համալսարանի թիմը։ Թիմը ճանաչվեց նաև ՏՏԽ-ի կանոններով նախատեսված լավագույն գրավոր փաստարկի հեղինակ։ Մրցույթ ՏՏԽ-ի արդյունքում լավագույն խոսնակ մրցանակները շնորհվեցին Ռուս-հայկական համալսարանի ուսանող Արթուր Յոլչյանին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Հարություն Հայրապետյանին եւ Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման ակադեմիայի ուսանողուհի Մարիամ Օսիպյանին։